Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, 168 TV-ի եթերում ուրախնդրի հերթական թողարկումն է, հյուրընկալել եմ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցին։ Ողջույն ձեզ, պարոն Սուրենյան, շնորհակալ եմ հրավերության համար։ Գիտեք, վերջին շրջանում ես տպավորություն ունեմ, որ քարոզչական հաղթաթուղթ դարձրած բոլոր թեզերը հետևողականորեն պայթում են փուչիկի պես։ Տեսեք, սա տևական ժամանակ ժողովրդավարությունից էր խոսում, նույն եվրոպական կառույցները կամ ամերիկյան պետդեպն են ֆիքսում, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա, եւ մենք բռնապետության շեմին ենք։ Խոսում է տնտեսական աճից, մենք տեսնում ենք, որ ամեն օր մի թիրախային խումբ բողոքի ակցիա է անում, ընդդիմադիր տեխնացուները արդեն գյուղ հանդիպումներ են անում եւ միշտ լսում ենք մարդկանց կենցաղային դժգոհությունները։ Խաղաղության հաստատումից էր խոսում, ինքն է պնդում, որ այդ խաղաղությունը բացառապես իր անձով է պայմանավորված, այսինքն ինստիտուցիոնալ չէ։ Այո։ Թրիփ եւ ամերիկյան ներդրումներ ոչ մեկը կա, ոչ մյուսը։ Թրիփը վստահաբար արդեն չի լինելու ակնհայտ է, ամերիկյան ներդրումների մասին խոսք անգամ չկա։ ԵԱՏՄ-ից տևական ժամանակ դժգոհում էր, մյուս կողմից հասկանում է, որ առանց ԵԱՏՄ-ի հայաստանյան տնտեսությունը փլուզվելու, այսինքն առաջարկելու բան չունի մեծ հաշվով, պարոն Սուրենյան, ինչով է գնում սա այս ընտրարշավին, եթե ոչ մի քարոզչական հաղթաթուղթ այլևս կարծես լայնամասշտաբ առումով չի աշխատում։ Գիտեք, իր գլխավոր հաղթաթուղթը իհարկե այդ ամեն ինչի մեջ խաղաղությունն էր։ Ես միշտ մի տերմին եմ օգտագործում՝ խաղաղության շահագործում։ Քեզ դրանով էր զբաղված, որտեղ ի սկզբանե ակնհայտ էր, որ խաղաղությունը որևէ ինստիտուցիոնալ հատկանիշ չունի իր թմկահարած խաղաղությունը, հա։ Խոսվում էր խաղաղության հաստատման անշրջելիության մասին, այն դեպքում, երբ որ 3 փաստ կա, գերիների առկայությունը, չճշգրտված սահմանները, չստորագրված պայմանագիրը, որոնք իդերև են անում իր բոլոր պնդումները։ Հետո ամբողջ ծանրությունը դրեց այդ թրիփի փաստաթղթի վրա, այդ վերջի փուչիկն էլ պայթեց իրանական պատերազմի մեկնարկից հետո, որտեվ ցանկացած ելքի պարագայում այս պատերազմի թրիփը կորցնում է իր ակտուալությունը, առնվազն որպես փաստաթուղթ լուրջ խմբագրման կարիք է ունենալու, եթե նույնիսկ չեղարկվի եւ հաստատ առաջնահերթություն չի համարվելու Սպիտակ տան կողմից։ Սա ինքն էլ է գիտակցում, եթե սա չգիտակցեր, իդեպ Պուտինից հանդիպում չէր խնդրի, նախընտրական էս փուլում, շատ լավ հասկանում է, անկախ նրանից ինչ է խոսում, շատ լավ հասկանում է, որ բոլոր այն փուչիկները պայթել են, ինչպես դուք նկարագրեցիք, եւ գլխավոր խաղաղությունը, եւ հիմա փորձում էր Պուտինի հետ հանդիպումով մի նոր լեգենդ հյուսեր։ Դա էլ իր մոտ առանձնապես չստացվեց, որովհետեւ համենայն դեպս մեր ականջներին անսովոր զրույց լսեցինք Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ։ Իսկապես այս պարագայում շատ լեգիտիմ հարց է առաջանում, լավ ինչի վրա է այս մարդը դրել հույսը։ Ապատիկ հասարակության միայն։ Հնարավորինս ցածր մասնակցայնության, որքան քիչ մարդ կնա տեղամաս, նույնիսկ Արամ Զավենիչը չի, նույնիսկ որտեվ այդ բոլոր քաղաքական փուչիկները հասցրեցին տրակել միջև ընտրական ցիկլի մեկնարկը։ Դեռ Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ էր տրակել կոնկրետ ձեր նշած փուչիկը։ Այո, բայց կատարելապես տրակեց հատկապես էլի իրանական պատերազմի համատեքստում, որովհետև մեր հասարակության պատկերացումները հումանիտար արևմուտքի մասին, եթե պատրանքային պատկերացումներ կային, իդերև եղան, ակնհայտորեն չէ, բոլորս տեսանք մեր հարգարժան պրոֆեսորներից մեկը Արման Գրիգորյանը, այն որ շատ պատկերավոր մի քանի օր առաջ Facebook-յան գրառում էր արել, որ չի կարելի Սիմոնյան Մարգոյի կոշիկը փոխել արևմտյան բազմաթիվ գլուխների հետ, իսկապես հասարակությունը սկսել է վերաիմաստավորել մի շարք պատրանքներ, որ տրենդային էին նույնիսկ 1 տարի առաջ։ Եվ այդ պատրանքներից մեկն էլ նույն Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ ծրվեց եւ մեզ համար կարող է լավ դուռ բացել։ Վերջին 3 տարում առաջին անգամ Պուտինը անդրադարձավ Արցախի հարցին։ Սա նույնիսկ մեզ, իմ եւ ձեզ համար էր անակնկալ, այսինքն քաղաքագիտությամբ մասնագիտորեն հետաքրքրվող եւ լուրերին հետևող։ Իհարկե կարելի է գտնել բանական բացատրություններ, պատճառաբանություններ, որովհետեւ Ռուսաստանի դիրքերն էլ վերջին առնվազն կես տարում էապես փոխվել են։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունները այլևս առաջվանը չեն։ Դրանք սրվում են այն աստիճանի, որ նոտա է հանձնվում Ռուսաստանի արտգործնախարարությանը։ Ու ճիշտ է, Պարագլուխը փորձում է հենց այդ հանդիպանը փակել Արցախի թեման, բայց ակնհայտ է, որ իր փակել չփակելով չէ։
Պուտինը ասում է, որ Ղարաբաղի հարցը զգայուն հարց է։ Ինքն է դա ասում։ Ես հիշեցի, որ 3 տարի առաջ, երբ նա փորձում էր փաստաթղթավորված փակել եվրոպացի գործընկերների միջնորդությամբ, Մակրոնն էր հետո Մուրադ Փափազյանին պատմել, որ ինքը Մակրոնը Փաշինյանին առաջարկել է Արցախի հարցի կարգավիճակի հարցում անորոշություն թողնել, հետաձգել, Փաշինյանը մերժել է։ Դժվար է պատկերացնել նման երկրորդ պետություն աշխարհում, պարոն Սուրունյանց, որ մեր գործընկեր բարեկամ դաշնակից պետությունը մեր ազգային շահից բխող բան առաջարկի ու պետության առաջնորդ ասի ոչ։ Իհարկե Պուտինը պրագմատիկ պատճառներ էլ ուներ Ղարաբաղին անդրադառնալու մի քանի պատճառներ։ Այո, նա այսօր մեսեջ ուղարկեց Բաքու եւ Բաքվում այդ մեսեջը հասկացան հավանաբար, իսկ նա ավելի գլոբալ պատկերի մեջ Ղարաբաղի խնդիրը բնականաբար նա խաղարկում է, երբ որ անհրաժեշտ է, բայց նաեւ հաջորդին մեսեջ ուղարկեց։ Իդեպ այդ առիթ կլինի ռուսական քաղաքականության փոփոխության մասին դերևս արժի խոսել։ Պուտինը ասեց, հետո Պեսկովը ավելի ամրապնդեց այդ կարծիքը, նա ասում էր երկու բան էր Պուտինը ասում, որ այլևս չեն հանդուրժելու, որ Հայաստանը երկու աթոռի վրա նստի, ակնհայտորեն չեն հանդուրժելու, որովհետև շատ հստակ էին ասում, եւ կար դիվանագիտական խոսք ու բան, որը Պուտինի շուրթերից լսեցինք, բայց կար նաեւ շատ չոր տեքստ Հովերչուկի մատուցմամբ, հետո Պեսկովը շոր բան հավելեց, հետո Լավրովի շոր բան հավելեց եւ երկրորդը խստիվ զգուշացրեցին այլևս Արցախի կործանումը իրենց գրպանը չգցել։ Իդեպ այստեղ հատկապես Ռուսաստանի իշխանությունների ստրատեգիական սխալը կարծում եմ գիտակցել է։ Որն է եղել այդ սխալը։ 10 տարուց ավելի ռուսական իշխանությունը ասել է, որ կամ կընդունեք այդ 5 գումարած 2 պլանը, Լավրովի պլանը։ Եվ ես երաշխավոր կմնամ էլի ամեն ինչի, կամ էլ ես այն առաջի պատերազմից հետո հաստատված ստատուս քվոն այլևս չեմ կարող երաշխավոր լինել։ Բայց միշտ հատկապես Փաշինյանի իշխանության օրոք նախապատերազմյան փուլում մեզ հակառակ բանն է ներկայացվել, չէ՞։ Ռուսաստանը թույլ չի տա պատերազմ եւ այլն։ Սա Ռուսաստանը ստերոյդին փակ դռների հետևում հստակ ասել է, որ պարագայում պատերազմ չի լինի։ Եթե այդ կարգավորման փաթեթի շուրջ գնան բանակցություններ ու ձեռք բերվեն լուծումներ։ Հիմա Ռուսաստանը որոշել է այդ նույն սխալը չանել, որտեղ նա համոզվեց, թե ինչպես Արցախի կործանումից հետո ինքը նշանակվեց Արցախի կործանման մեղավոր են պարագայում, որ բացարձակապես Ռուսաստանի մեղքը Արցախի կործանման հարցում չկա։ Այո, կա առաջացան հակառուսական իհարկե կա պատասխանատվություն, բայց ինքը գլխավոր մեղավորի չի։ Այդ Փաշինյանի հատկի ձևով ֆիքսեմ։ Դասական անգրագիտություն դուրս տվեց Փաշինյանը, որ դուք ճանաչել եք 2 անգամ բանավոր, չէ, հարգելի Դավիթ, եկեք մի էսպիսի բան ասեմ։ Ուրեմն աշխարհի բոլոր երկրները միջազգային իրավունքին հղում անելով միշտ էլ ասել են, որ Լեռնային Ղարաբաղ իրենք համարում են Ադրբեջանի մաս, բայց երկրորդ նախադասություն են ասել։ Բայց քանի որ վեճ կա Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ այդ հարցով, կա կարգավորման գործընթաց, որի ավարտին կհստակեցվի Ղարաբաղի կարգավիճակը։ Նախնական կետ են ասել։ Այսինքն ֆիքսել են այն վիճակը, որ կա, եւ ասել են, որ կա կարգավորման գործընթաց չէ։ Այո։ Նույն Ռուսաստանի նախագահը 5 անգամ ստորագրել է համանախագահ պետությունների նախագահի։ Սա մեկ եւ երկրորդը հեշտ կարեւոր չի երրորդ երկրների ղեկավարները Չինաստան կլինի, Ֆրանսիա, Ամերիկա, Ռուսաստան ինչ են ասում Ղարաբաղի կարգավիճակի մասին, որտեղ նրանք հակամարտության կողմ չեն։ Հակամարտության կողմերը Հայաստանն ու Ադրբեջանն էին եւ հակամարտության գլխավոր հարցն էլ հենց Արցախի կարգավիճակի հարցն էր։ Մյուսների ասածը դեր չունի, քանի դեռ հակամարտության կողմերը այդ հարցում ընդհանուր հայտարար չեն ձևակերպել։ Իգոր Փաշինյանը չի հասկանում, որ ինքը ինքն է հակամարտության վերջակետ դնողը, որպես հակամարտության կողմի ղեկավար փաստաթուղթ է ստորագրել հակամարտության հիմնական վեճի սպառման մասին, Արցախը ճանաչելով ունիտար Ադրբեջանի կազմում։ Հակառակը հատուկ մեր հասարակության համար այս թեզերը, որտեղ անդադ պիտի ասենք, որ մեր հասարակությունն էլ պատկերացում կազմի։ Հատուկ մեր հասարակության համար ուզում եմ արձանագրենք, որ նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը պարտված Հայաստանի համար բավականին բալանսավորված փաստաթուղթ էր հանուն անկեղծության, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չէր կանխորոշում։ Հակառակը, դեռ մի քանի պարամետրերով Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը ֆիքսվում էր։
Օրինակ շփման գիծ էր ֆիքսվում։ Ի վերջո վերջին փաստաթուղթն էր, որտեղ կար այդ արտահայտությունը Լեռնային Ղարաբաղ։ Ոչ Պրահայում, ոչ Գրանադայում, այլևս չի եղել այդ արտահայտությունը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը հույսը դրել է մեր հասարակության անիրազեկվածության եւ ապաթիայի վրա։ Կարճի շողության։ Կարճի շողության։ Հիմա ռուսները ասում են մենք այլևս դա թույլ չենք տալու։ Գլխավոր մեսիջը էսա։ Իհարկե, այստեղ մի շատ կարևոր դիտարկում անեմ։ Ես կուզենայի իմ դիմադիր գործընկերներից որևէ մեկը այդ Պուտինի շատ խիստ տոնից շատ չոգևորվի էլ, որովհետև երբեք Ռուսաստանը մեզ երթում չտվեց կամ չհայտարարեց մեր փոխարեն, որ փոխելու է այստեղ իշխանություն։ Նրանք ընդհանրապես ասեցին, որ այլևս ձեր մանիպուլյացիաները չեն հանդուրժվելու եւ չի հանդուրժվելու ձեր արկածախնդիր քաղաքականությունը։ Այստեղ շատ կարևոր կետի եք մոտենում, որովհետեւ երբ քիչ առաջ հակառուսականության մասին խոսեցինք, այդ հակառուսականությունը երկու երես ունի։ Առաջինը Փաշինյանի վարչախմբի կողմից առատորեն սնուցվող հակառուսականությունն է, որին ցավալիորեն երբեմն մասնակից են լինում նաև ռուսական դաշնային հեռուստաալիքները, ամեն անգամ երբ նրանք բացասական կոնոտացիայով խոսում են վարչախմբի եւ երրորդ կարգի պաշտոնյաներ։ Այո, իրենք ցավոք սրտի ավելի են նպաստում Հայաստանում հակառուսականության դիրքերի ամրապնդմանը, որովհետեւ Փաշինյանի ձեռամբ եւ նրա ակտիվ քարոզչական մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով դա անցալվում է որպես պետության դեմ, ինչպես իրենք են սիրում ասել, հիբրիդային հարձակում։ Բայց հակառուսականությունը ոչ այդ իմաստով որոշակիորեն պատեց նաև 21 թվականին ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածին, որոնց թվում էր, թե Ռուսաստանը առնվազն անտարբեր դիտորդ այս ամենին չպետք է լինի, բայց տեսան, որ Ռուսաստանը 5 տարի ոչ միայն հանդուրժեց, այլև աշխատեց այս վարչախմբի հետ, ի տարբերություն օրինակ Մայա Սանդուի ռեժիմի։ Ռուսները եւ եվրոպացիները շատ հաճախ են Հայաստանը եւ Մոլդովան դնում նույն հարթության վրա, բայց Ռուսաստանի համար կատեգորիկ տարբեր ընկալումներ ունեն Հայաստանի եւ Մոլդովայի իշխանությունները։ Սանդուին Մոսկվայում չեն ընդունում։ Փաշինյանին շարունակում են ընդունել։ Ավելին, Փաշինյանը օրեր առաջ կառավարության վերջին նիստին հաջորդած ճեպազրույցում ասել է, որ հունիսի 2-րդ կես պլանավորում է այցելել Մոսկվա։ Հիմա, պարոն Սուրենյանց, ես ուզում եմ, որ նախ մի կողմից մենք այո, այդ միֆական պատկերացումը կամ միամիտ պատրանքը չունենանք, որ Ռուսաստանը այստեղ իշխանություն է փոխելու, բնավ ոչ։ Բայց մյուս կողմից էլ փորձենք իրապես հասկանալ, Փաշինյանը շարունակում է բավարարել բոլոր աշխարհակաղակական կենտրոնների շահերը յուրաքանչյուրի հաշվին, յուրաքանչյուրի դեպքում մյուսի հաշվին։ Կարծում եմ ոչ։ Կարծում եմ ոչ, վստահաբար ոչ։ Տեսեք, Պուտին-Փաշինյան զրույցերի մասին էր, որ վստահության շեշտված ճգնաժամ կա Փաշինյանի նկատմամբ։ Դա միանշանակ է։ Հակառակ պարագայում այդ զրույցի հրապարակային մասում մենք այդ հայտնի արտահայտությունները չենք լսի։ Օրինակ, երբ որ Զելենսկու նկատմամբ Սպիտակ տունը ուներ շեշտված անվստահություն, մենք տեսանք փետրվարյան այն հայտնի զրույցը Հովալաձև կաբինետում, հա, ու դրանից հետո բոլորիս համար պարզ էր, չէ՞, որ Զելենսկու նկատմամբ ամերիկյան վերնախավը կորցրել է վստահությունը։ Նմանատիպ մի բան, քանի որ Պուտինը շատ ավելի դիվանագիտական բառապաշար սիրող եւ կոռեկտ մարդ է, մենք տեսանք Փաշինյան-Պուտին հանդիպան, ըստ էության բովանդակության առումով շատ տարբեր չէր։ Ուղղակի ասում եմ, Պուտինի ոճը շատ ավելի ցիվիլ է այդ առումներով եւ շատ ավելի դիվանագիտական է, ինչքան էլ հիմա այնց ռուսամետի պիտակ կպցնեն ես ասելով, բայց դա փաստերի པարզ արձանագրում է։ Փաստերի པարզ արձանագրում է։ Բայց տեսանք ճգնաժամը։ Սա ոմանց մոտ կարող է առիթ տալ ենթադրությունների, որ Ռուսաստանը բանուգործը թողած պիտի մեր ներքաղաքական օրակարգի ձևավորմամբ զբաղվի։ Դա որևէ կայսրության համար վիրավորական պարտականություն կլինի։ Այսինքն մեր մտածածը վերագրել որևէ կայսրության, այդ թվում Ռուսաստանի, շատ վիրավորական ֆունկցիա ենք մենք դնում Ռուսաստանի վրա, որտեղ Ռուսաստանը տասնյակ գործիքակազմ ունի իրենից խիստ կախյալ վիճակում գտնվող տնտեսական, անվտանգային եւ այլ առումներով երկրի վրա ազդելու, այսինքն ինքը ներքաղաքական մեր հաշիվներում չի խորդվելու։ Հասկանալի խաղի կանոններ այո պահանջելու է։ Գուցե ցանկություն ունենա հերրասված տեսնել Նիկոլ Փաշինյանին, բայց ինքը այդ process-ում գործունեություն չի կատարելու։ Այդ առաքելությունը դրված է Հայաստանի եւ հայ ժողովրդի վրա։
կողմերից մյուսը, արտաքին դերակատարներից այն մյուսը, Արևմուտքը եւ հատկապես Եվրամիությունը, շատ ակտիվորեն անթաքույց անցքող զբաղված է հակառակ կողմի աջակցմամբ, քարոզչական, տեղեկատվական, ֆինանսական, ինչը Ռուսաստանը չի անում։ Ինչը Ռուսաստանը չի անում, բայց հենց այստեղ է օրուելյան ճշմարտությունը, երբ պատերազմը որպես խաղաղություն ես ներկայացնում, ստրկությունն էլ որպես ազատություն, հիմա սրանք ուղղակի կախվածության մեջ դնելով ընտրական process-ները իրենց բոլոր ատրիբուտներով կոնկրետ մի կողմից, ասում են մյուս կողմը, որը դեռևս տեսանելի ազդեցություն չի ունեցել, փորձում է կանխորոշել կամ հիբրիդային սպառնալիքներ Եկեք հիմա տանկից նայենք ինչ են արել։ Լը թողենք այն եվրո չինովնիկներին կայակալացներ եւ այլն, որոնք մեծ իմաստով լավ կլինի իրաց խնդիրներով զբաղվեն, որովհետեւ դրանք այնքան շատ են այս պահին, որ լրջորեն պիտի Հայաստանի մասին մտածելու ժամանակ էլ չունեն, այ։ Դիտարկենք երկու գերտերությունների ղեկավարների արձագանքը։ Պուտինը շատ կոռեկտ ձևով խոսեց ընդհանրապես Ռուսաստանի բարեկամների մասին։ Բարեկամ լինելը դերևս վասալ չի։ Ցանկացած երկրում Ռուսաստանն էլ այլ աշխարհակաղակական կենտրոններն էլ կարող են ունել բարեկամ կուսակցություններ, հա։ Դրանք բոլոր են կուսակցությունների դեպ կարող են համարվել, որոնք հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական խորքը պաշտպանում են կամ այդ հարաբերությունների զարգացման ջատագովներ են։ Վենսը Միացյալ Նահանգների փոխնախագահ բոլոր դիվանագիտական կանոնների վրա ոտքերը մաքրեց, բոլոր դիվանագիտական էթիկայի կանոնները անտեսեց եւ ուղիղ աջակցություն հայտնեց հենց Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանին։ Մենք երբևէ չենք լսել, որ օրինակ Լավրովը ինչ-որ սոցիոլոգիական հարցման հղում անի եւ խոսի Սամվել Կարապետյանի կամ որևէ ընդդիմադիր գործչի Գագիկ Ծառուկյան մյուսների առավելությունների մասին։ Բայց լսել ենք, որ Թուրքիայի արտգործնախարարը վկայակոչելով ինչ-որ մեծ անհայտ սոցիոլոգիական հարցումներ խոսում էր Նիկոլ Փաշինյանի հաղթանակի անշրջելիության եւ կարեւորության մասին։ Մենք երբեք չենք տեսել, որ այս փուլում նախընտրական Ռուսաստանը պահանջի Հայաստանից ինչ-որ ներքին օրենսդրության փոփոխություն։ Օրինակ ասի, չգիտեմ, քանի որ եկեղեցին մեր եկեղեցու հետ դարավոր կապեր ունի, հա, օրենքներով այնպես կառավարեք, որպես պահանջ էլի, ներկայացնի։ Մենք այդպիսի բան չենք տեսել, բայց Ալիևի սահմանադրության փոփոխման պահանջ։ Եվ այսպես կարող եմ շարքը թվարկել, այսինքն Ռուսաստանի միջամտության մասին զորույցները միֆ են։ Եվ վերջապես բոլոր նրանք, ովքեր շատ վատ են զգացել այն բանի արդի, որ Պուտինը որոշել է այս ժողովրդի հետ շատ անկեղծ զրույցով, տան Փաշինյանի հետ չէր զրուցում, Փաշինյանի հետ հանդիպման առիթը օգտագործելով, մեր ժողովրդին Փաշինյանի արկածախնդրության հետևանքների մասին էր պատմում։ Բայց Փաշինյանը կարծեմ այդ դեսպոտ Կրեմլից շատ հանգիստ, սաղ սալամատ վերադարձավ Երևան եւ չնգավ օրինակ խիստ հումանիստական արևմուտքի հումանիստական վերաբերմունքի չդարձավ այդ խիստ հումանիստական արևմուտքի հումանիստական վերաբերմունքի զոհը, ոնց որ Մադուրոն։ Ոչ էլ անձնական պատժամիջոցներ կիրառեցին նրա նկատմամբ։ Այսինքն, գիտեք, մեր մոտ մի հատ բան կա, բոլորը չեն մոռանում են, որ Միացյալ Նահանգները նույնիսկ իր դաշնակից երկրների հետ հարաբերություններում, օրինակ Իսպանիայի մաքսատուրքերը բարձրացնում, հա, առևտրային պատերազմ հարարում, որպեսզի իր օրակարգը սպասարկի, չէ, հետո իջացնում է, երբ որ զիջում է կորզում։ Բայց բոլոր ռուսական միջամտության առասպելն ու լեգենդը տարածող մարդիկ չեն կարող գեթ մեկ օրինակ բերել, որ Ռուսաստանը որևէ երկրի, այդ թվում դաշնակից երկրների նկատմամբ առևտրային պատերազմի էլեմենտ է օգտագործել։ Օրինակ ակնհայտ է, չէ, որ 3 տարի հակառուսական կուրսի մեջ է Հայաստանը։ Դուք տեսել եք գազի գնի վերանայում։ Ախր միջամտությունը այդպես են անում, միջամտությունը դատարկ խոսք չի։ Թե մեր ժողովրդի ինտելեկտի մասին այնքան սահմանափակ կարծիք ունեն
այս կենսագրություն չունեցող ԿՊ-ական ոչնչությունները, որ մտածում են, որ մեր ժողովրդին կարող են համոզել, որ օրինակ Սամվել Կարապետյանը կամ Գագիկ Ծառուկյանը ռուսական փողերի հաշվին պիտի ընտրարշավ վարեն։ Անհեթեթություն է, չէ՞։ Ես ասում եմ, որտեղ է ռուսական միջամտությունը, կոնկրետ փաստ։ Ինչով են միջամտել։ Հատկապես երբ դրան համադրում ենք Արևմուտքից կոնկրետ Եվրոպայից եկող ազդակները կամ ավելի ճիշտ դրա կոնկրետ միջամտություն կամ ավելի ճիշտ դրա բացակայությունը ուղղված Հայաստանին, այսինքն հիմա տեսեք սրանք ինչ են ասում, 2 տարի առաջ հիշում եք այդ մեկ հոդվածանոց օրենքն էլ ընդունեցին իբր Եվրամիության անդամ դառնալու մտադրության մասին։ Օրերս քարտեզ հրապարակվեց, որտեղ Եվրամիության անդամության տեխնացուի կարգավիճակ ունեցող երկրների շարքում Հայաստանը բնականաբար չկար։ Չի կարող լինել։ Չի էլ կարող լինել, որևէ եվրահանձնակատար այդ մասին չի խոսել։ Իդեպ նկատել եք, հարգելի Դավիթ, կներեք, ընդհատեցի, որ Մոսկվայում Հայաստանի հասցեին հնչած կոշտ ռետորաբանության ֆոնին Հայաստանի պաշտպանող որևէ հայտարարություն Բրյուսելից չէ։ Չէր էլ կարող լինել, իհարկե։ Եվ եթե նույնիսկ քաղաքական ասպեկտը մի կողմ թողնենք, մենք այդ մասին ձեզ հետ էլ այստեղ շատ ենք խոսել, միայն տնտեսականին նայենք, պարոն Սուրենյանց, երբ մեր արտահանման կեսից ավելին դեպի Ռուսաստանը, երբ մեր ապրանքաշրջանառության 60%-ը Ռուսաստանի հետ է եւ նա շարունակում է մնալ մեր արտաքին առևտրի հիմնական շուկան, երբ պետությունը սուբսիդիա է տալիս Եվրամիության անդամ երկրներ ապրանքների արտահանողներին այդ երկրներում կիրառվող մաքսատուրքի չափով, բայց 26 թվականի առաջին երամսյակին 25-ի համեմատ անկում կա։ Եվ երբ դու շատ լավ գիտես, որ ոչ քո գյուղմթերքը, ոչ քո այլ, ասենք, տեքստիլ արդյունաբերությունը կամ քիմիական արդյունաբերությունը ոչ միայն պահանջարկ չունի Եվրոպայում, չի էլ կարող եվրոպական շուկայում սպառվել, մի պարզ պատճառով, որովհետև չի համապատասխանում ստանդարտներին։ Այո։ Եվ դու շարունակում ես մարդկանց մոլորեցնել մեկ օրում ինչ որ շուկայից հանելու, Հայաստանի էներգետիկայի 72%-ը կազմող ռուսական գազի հիմքով գործող Մեծամորի ատոմային էլեկտրակայանի եւ ջերմաէլեկտրակայանների ամբողջ բլոկը փակելու եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ընդհանուր էներգահամակարգին միացնելու միֆերով ու դա փաթեթավորում ես որպես ինքնիշխանության բարձրացում, ես անընդհատ սա օրվելյան իրականություն եմ անվանում։ Շատ էլ ճիշտ եք համարում, ես հիշում եմ մի քանի օր առաջ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը, որ Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Երկու դրվագ կա, երկուսն էլ անդրադառնում։ Նա ասում է, որ եթե հանկարծ գազը բարձրացնեն, ԵԱՏՄ-ից ՀԱՊԿ-ից դուրս կգանք։ Պատասխանատու իշխանության ներկայացուցիչը պիտի ասեր, որ ճգնաժամ կա, բայց ամեն ինչ անելու ենք դրա հանգուցալուծման ուղղությամբ, որտեղ մենք անվտանգային եւ տնտեսության անվտանգության այլընտրանքներ չունենք, ճիշտ է։ Եվ ընդհակառակը հանգստացնելու էր հասարակությանը, որ բանը դրան չի հասնելու։ Այս մարդիկ ինքնիշխանության բառը հակառուսական ստրիպտիզից չեն տարբերում։ Եվ ամենամեծ ողբերգությունը է սա։ Այսինքն ոչինչ ժողովուրդ մեկն էլ կար, չէ՞, նոր Լեանունը չեմ ուզում ուղղակի հիշեցնեմ, ասում էր մի քանի ցուրտ ձմեռներ է մեզ սպասվում հանուն ինքնիշխանության։ Բացարձակապես ոչ ադեկվատ խոսույթ է, պոպուլիզմ, բայց իրանք մի հատ բան հաշվի չեն առել։ Հակառուսականությունը, քանի որ Հայաստանում ինստիտուցիոնալ բնույթ չի կրել, զգայական է եղել։ Եղել է իշխանության ինֆորմացիոն տերորի հետևանք, եղել է նաև Արցախի կործանման հետ կապված ինչ-որ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների հետևանք, բայց դա քաղաքակրթական մշակութաբանական մակարդակ չի հասել։ Մերձբալթյան պետությունների երկրների պես չի, մենք հակառուսականության ինստիտուցիոնալ մակարդակ չենք կարող ունենալ որպես ժողովուրդ տարբեր պատճառներով դա նախ եւ առաջ պատմական հանգամանքների դերումով։ Այդ հակառուսականությունը էապես նահանջ է ապրել։ Էր ինչ որ կար 2-3 տարի առաջ, որովհետև այդ հեքիաթներով նույնիսկ մեր տիպի հասարակությունները, որի կրթական ցեղից ցավոք սրտի հետ նահանջ է ապրել, մեր տիպի հասարակություններին նույնիսկ դժվար է կերակրել այդ։ Հա, շատ երկար չես կարող, որովհետև լուրեր է լսում, զուգահեռներ է կարում անցկացնել եւ ամեն ինչ པարզ աստեյության։ Օրինակ, մի լուր է լսում, Ռուսաստանում այս պահին 700-ից 800 հազար Հայաստանի քաղաքացիություն ունեցող կամ երկքաղաքացի աշխատանքային միգրանտ կա,
ու մենք շատ լավ կարող ենք պատկերացնել ինչ կարող է լինել նրանց ճակատագիրը եւ նրանց ընտանիքի անդամներ փաստորեն մեր միլիոնավոր հայրենակիցների, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Կարող ենք դա պատկերացնել։ Իհարկե։ Օթային հաղորդակցություն ասում եք կփակենք։ Իսկ ինչի ավերչուկա Մոսկվա ինքնաթիռ չի թռնի, դա է։ Ինչի ավերչուկա ասել, որպեսզի հետո Արեն Սիմոնյանը չկարանա այսօր գցի ռուսների գրպանը։ Ասել են մեզ ինչա սպասվում։ Այ որպեսզի Արեն Սիմոնյանի այս պրոպագանդիստական գեղեցիկը չկարողանա աշխատել։ Կամ պատկերացնում եք ազգային ժողովի նախագահի մակարդակով ասվում է Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորն է։ Ինչ ասեմ, այս մարդը չի հասկանում, որ երբ որ ուժային հավասարակշռություն ալնում, այո, հակամարտության երկու կողմերը մեկը մյուսին կարողանում է զսպել։ Դա հայտնի ճշմարտություն է։ Դիսբալանսի պայմաններում Ադրբեջանը ոչ թե քո անվտանգության երաշխավորն է դառնում, այլ դառնում է քեզ սողացող կապիտուլյացիա պարտադրողը։ Բայց չեն նեղվում, երբ որ մենք անդադ ասում ենք, այս խաղաղությունը կապված է մեկ մարդու կմաճույքից, որը նստած է Բաքվում, դա Իլհամ Ալիևն է։ Ըստ էության, Արեն Սիմոնյանը նույն բանն է ասում։ Իսկ ո՞նց կարա թշնամական երկիրը երաշխավորի քո անվտանգությունը։ Իհարկե, ես հասկանում եմ, սա հակառուսական սովսով էլի ասում, բայց երաշխավորներ պետք չեն, մեզ դաշնակից պետք չի, բայց սրանից պատկերը չի փոխվում։ Իդեպ հունիսի 7-ին ես ԿՊԱ-ականներին խորհուրդ կտա շատ արխային չմոտենալ։ Դուք շատ ճիշտ վկայաբերեցիք։ Մարզերում տեսնում եք, նույնիսկ Փաշինյանի այցերի ժամանակ, որից գալի մասը բեմականացում է, չէ՞։ Դուք երևի նկատել եք, ամեն շաբաթ կիրակի մի հատ սկանդալ է։ Միշտ ձախողումներ լինում են, միշտ։ Էլ չասեմ ակնհայտ կատաստրոֆիկ ձախողումներ, ոնց որ Սուրբանայի դեպքն է, բայց ձախողում էր նաև այն խանութի պատմությունը, ձախողում էր նաև երբ որ Մանալիկում ծերունիների հետ վեճի բռնվեց եւ մետրոն իհարկե։ Եվ մետրոյի միջադեպը։ Մետրոն դրան վերջում էի ուզում։ Այդ մի միջադեպը Արմինե Մոսյանի դրվագը մեր ժողովրդի մեջ նորից պատվախնդրության ալիք բարձրացրեց։ Գիտեք, շատ զարմանալի է, երբ նույնիսկ ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը այս փուլում գերադասում է չխոսել Արցախի մասին եւ կենտրոնանում է արցախցիների սոցիալական կարիքների հասկանալի է, դա նախընտրական տրամաբանության մեջ է, թեև նախընտրական տրամաբանությունը շատ մեծ զգուշավորության ժամանակ էլ չի, նաեւ ռիսկի ժամանակահատված է։ Եվ ես կուզեի նաև ավելի ռադիկալ խոսք լսել մեր ընդդիմադիր բոլոր կենտրոններից, բայց դա մի կողմ։ Բայց տեսեք, մարդիկ, որոնք ամիսներ կամ նույնիսկ տարիներ շարունակ գիտակցաբար իրենց լրացնում են, օրինակ Արցախի հարցի հետ կապված, Արցախյան ցակմամբ գեներալը նստած է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում եւ անամոթաբար նույնիսկ իր ծննդյան վայրի իր կենսագրության մեջ չի տեղակայում։ Արցախյան ցակմամբ գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը գնում է հակաեկեղեցական ցույցի, այս անպատիվների շարքում հանկարծու Արցախցի հերոս Մերուժան Մոսյանի դուստր Արմինեն մետրոյում համարձակվում է իր փխրուն կանացի ուսերի վրա մի ամբողջ ժողովրդի պատմական հիշողության բերս ստանձնել։ Ու գիտեք, այսպես ճտիկով մի հատ նորից միանում է, դա շատ լավ է։ Փարքաստու որ միանում է, բայց պիտի այդպես չմիանար։ Պիտի չանջատվեր նույնիսկ այդ պատմական հիշողությունը պիտի շարունակվեր։ Այդ դեպքը հուշվում է, որ մեր հասարակությունը այնուամենայնիվ դիմադրության եւ ինքնապաշտպանության ամբողջ պոտենցիալը չի մսխել։ Այո, լավատեսության շատ փոքր ծիլեր են։ Իդեպ ես շատ հորետոսորեն հունիսի 7-ին տրամադրված չեմ, ես այնուամենայնիվ ուզում եմ հուսալ, որ իշխանությունը ապտակ է ստանալու, բայց դրա համար իմիջայլոց նման այցերը քիչ առաջ հարց եք տվել, Մոսկվա այցը, որ հունիսի 2-րդ կեսին Փաշինյանը չի անոնսավորել, որ մեկնելու է Պուտինի մոտ հանդիպման։ Նման այցերը այսքան երկարաժամկետ կտրվածքով չեն անոնսավորվում, մանավանդ եթե ճշգրտված չեն, դա էլ ինքը արել է քարոզչական նպատակներով, այսինքն հունիսից հետո էլի ես նախագահ եմ լինելու, վարչապետ եմ լինելու եւ այլն եւ այլն։ Ընդդիմությունը մի հատ անելիք ունի կամ երկու։ Հնարավորինս մեծացնել հասարակության ակտիվությունը, այսինքն պիտի շատ մարդ կա ընտրություններին մասնակցելու, այս առումով հանրապետական կուսակցության այդ կարգախոսը շատ լավն է։ Գնան, այո։ Եվ կարողանա հունիսի 8-ի մասին մտածել։
Այսինքն հետընտրական զարգացումների, փողոցային պայքարի, այդ գնավոր գնանա ասացի, հիշեցի 96 թվականի Ռուսաստանի նախագահական ընտրությունները, Ելցինի կարգախոսն էր «Գալասու իլի պրայգրայր»։ Հիմա մեր քաղաքացիներին պետք է դա հուշել, որ քվեարկիր կամ կպարտվես։ Պիտի ասես այո Հայաստանին։ Պիտի հռչակես քեզ երրորդ հանրապետության պահապան։ Ես ասում եմ, սեպտեմբերի 21-ին հարակվեն, պատկերացրեք կրկնվում է։ Նույն ճակատագրականությամբ հարցը դրված։ Հիմա եթե այն քաղաքացին, որ չի գնալու սեպտեմբերի 21-ը վերահաստատելու, դասալքություն անելու, ուրիշ բան չկա, որովհետև դա նշանակում է կանաչ լույս վառել ադրբեջանական ենթապետություն դառնալու համար։ Իմիջիալուց ասեմ, իրանք բավականին լուրջ ֆրակցիա ունեն Հայաստանում, այդ ադրբեջանական արևմտյան Ադրբեջանը այսպես կոչված, ԿՊՆ այդ ֆրակցիան, կոլաբորանտ իշխանությունը։ Հիմա այստեղ իրոք քաղաքական ճաշակի հարց չի։ Ուզում եք պետություն ունենանք պահպանված, թե մենք հասարակություն ենք, որ հոգնել է պետություն ունենալ եւ Նիկոլ Փաշինյանի, Օհանես Սիմոնյանի հետ միասին ուզում ենք Ալիևի երջանիկ վասալ դառնալ։ Մենք խոսեցինք այն մասին, թե ինչ են սրանք ասում, բա ինչ են գրել իրենց նախընտրական ծրագրում։ Էապես տարբերվում է այս ընտրարշավը 21-ին ԿՊ իրականացրած ընտրարշավից մեկ կարևոր առանձնահատկությամբ։ Այս անգամ չեն էլ փորձում ստել։ 21-ին ստում էին։ Խոսում էին օրինակ նախկին լղիմի տարածքի վերականգնման, Շուշիի եւ Հադրութի ապազավթման, ցեղասպանության միջազգային ճանաչման մասին։ Հիմա նախընտրական ծրագրում 26 թվականին գրել են, որ պիտի կաթողիկոս փոխեն, գրել են, որ ցեղասպանության հարց այլևս գոյություն չունի, որ Հայաստանի սահմանները սրանք են եւ այն բոլոր անձինք, որոնք կմտածեն ընտրությունների արդյունքները շատ կարեւոր են եկեղեցու հետ կապված։ Իհարկե, բոլոր հարցերի մեջ իմ եւ ձեր հայերեն խոսելու հետ կապված նույնիսկ, պարոն Սուրենյանց։ Հայերեն մենք խոսենք, թե ոչ։ Թե մեզ կպարտադրեն նաև այլ լեզվով խոսել։ Ցանկացած դեմոկրատական երկրում իրավապահ մարմինները կզբաղվեին մի կուսակցությամբ, որը նախընտրական ծրագրի մակարդակով հակասահմանադրական խոստում տար։ Հակասահմանադրական խոստումը, որտեվ ամբողջովին հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության միանգամից 3-4 հոդվածների։ Ես չգիտեմ, սա ինքնին կարող է պատճառել ներօրինակ, որ իրաց գրանցումը մերժիվի թե չէ, բայց որ իրավապահ մարմինները գործ կարող էին հարուցել այդ հակասահմանադրական խոստման եւ դա ֆորմալիզացման փաստով, սա ակնհայտ է։ Սա մեկ, երկրորդը Նիկոլ Փաշինյանը ինչ ասում։ Ասում է, այ որ մենք մեծամասնություն ստանանք, կանաչ լույս ենք ունենում կաթողիկոսին մայրաթորից դուրս անելու։ Ողբամ են իշխանությանը, որ 8 տարի իշխանության ղեկին է եւ չի հասկացել, որ ընտրական մանդատը քեզ քաղաքական որոշումներ կայացնելու ազատություն է տալիս, քաղաքականություն ձևավորելու ազատություն է տալիս, բայց համանadrական կարգավորումները հաղթարելու մանդատ չի տալիս։ Հակառակ պարագայում ցանկացած մեկը, որ ընտրվել է երկրի ղեկավար, կարող է մարդ սպանել եւ իր արարքը արդարացնել իր բարձր քվեով։ Այո, լեգիտիմությամբ։ Հետևաբար վստահ եմ, որ այդ կետը իրանք իրենց նախընտրական ծրագրում ներառել են հենց այդ հակասահմանադրական օրակարգը լեգիտիմացնելու ակնհայտ նպատակով եւ վստահ եմ, որ եթե Աստված մի արածի ինչ որ ձևով իրանք վերարտադրվեն, եկեղեցու դեմ պատերազմը մտելու է ամենա վճռական փուլ, արդեն ոստիկանության պատկերացնում եք հիմա այդ հարցով ինքը մանդատ չի ստացել։ Շատ ասում եմ չի կարող ստանալ, բայց պատկերացնում եք Աստված մի արածի, եթե այդ մեծամասնությունը հանգարց ստանա, հունիսի 8-ին ինչ է ասելու։ Դուք գրանցման, դադարեցման կամ չեղարկման մասին խոսեցիք, ուզում եմ հիշեցնել, որ այդ հարցում որոշում կայացնելու իրավասություն ունեցող երկու անձինք, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, երկուսն էլ նրա նախկին օգնականներն են։ Աննա Վարդապետյանը վարչապետի կարգավիճակում նրա իրավական հարցերով օգնական էր, Վահագն Հովակիմյանը նրա գիտակից կյանքի ամբողջ ընթացքում նրան ուղեկցել է, որպես կանոն նույնիսկ նրա նախկին գործընկերները խիստ անպատվաբեր են արտահայտվել այդ անձի եւ նրա որակների եւ մարդկային եւ մասնագիտական որակների հետ կապված։ Այնպես որ կարելի է բացառել, որ Աննա Վարդապետյանը քրեական հետապնդում կհարուցի կամ Վահագն Հովակիմյանը կչեղարկի։ Գիտես, Սարգսելի Դավիթ, այս տիպի ավտորիտար երկրներում, երբ որ մի 18-ամյա պատանու խոշտանգում են բառ իսկական իմաստով,
որը դարձել է մի ամբարտավան մարդու սադրանքի զոհը։ Ես նկատի ունեմ այդ Սուրբ Անայի միջադեպը։ Ինչա ակնհայտորեն սադրեց Նիկոլ Փաշինյանը, այդ տղան Նիկոլ Փաշինյանի սադրանքի զոհն է, որովհետև մեզ, ինձ, ձեզ, ցանկացածից եթե եկեղեցում հրեին, մեր ինքնապաշտպանական ռեակցիան կարող էր շատ ավելի բուռն լինել։ Այն այդ պատարակի ժամին աղոթք ասելիս։ Այլ այո, այսինքն ոչ կրոնական զգացմունքների վրա են բռնանում։ Այդ որ մի քաղքենի անաչար ճակերտների Շատ մեջ։ լավ գիտեմ արդեն ում մասին է խոսքը։ Ինձ ասում էր, բայ դուք բռնությունը չեք դատապարտում։ Ես շատ կարճ իրան բացատրեցի, հիմա էլ ասեմ, եթե այդ տղայի արարքում ինստիտուցիոնալ բռնության տար տեսնեին անվտանգության ծառայության պրոֆեսիոնալ աշխատակիցները, նրանք չէին թողի իրան հանգիստ այնտեղ ու հանգիստ հեռանային։ Կասկած չունեք, չէ՞։ Փաշինյանը հետո հորդորեց շնորհակալություն հայտնել, որ չեն կրակել։ Հենց դա էր ասում։ Այսինքն ինչը պիտի կրակի։ Այդ անվտանգության ծառայության աշխատակիցը Փաշինյանի ցուցումից չէր լսի։ Եթե պաշտպանվող սուբյեկտի կյանքին անմիջական վտանգ զգար, դա կրակել էր, ուրիշ բաներ էլ կաներ։ Փաշինյանի ցուցումով չի որ առաջնորդվում։ Ենթադրում եմ, որ այդ տղաները պրոֆեսիոնալներ են ամեն դեպքում։ Ըստ իրավիճակի գործել են։ Ըստ իրավիճակի ոչ մի անվտանգության ծառայություն աշխարհի որևէ երկրում ուղեկցող անձնավորության ցուցումով չի առաջնորդվում։ Իրանք ծառայական ցուցումներ ունեն։ Եվ հետո արդեն մի քանի րոպե անց ցուցում ստացած ոստիկանությունը որպես այդ է ասում, այսինքն տեսեք, ստեղ ցուցում չկար, մի հարվածով սահմանափակվեց, որ էլի անհամաչափ էր։ Մի հարվածով սահմանափակվեց, այդ ցուցում տված ոստիկանները իրենց պահեցին յենիչերու պես։ Հատուկ տեսագրելով տեսագրելով փառավորվին, ընդ որում պատանիների հաղորդության ժամն էր, չէ՞ կարծեմ, այդ պատարակից Պատարակը ավարտվում էր արդեն հաղորդության պահն էր, այո, այդ ժամին հենց պատկերացրեք, հարցակում են յենիչերու պես, բայց եթե իրանք վտանգ են ներկայացրել այդպես վարչապետի կյանքին, կամ գիտեք, ստեղ մի հատ ծիծաղելու բան ասեմ, այդ վարչապետը հանկարծակի էր, չէ՞ իր ասելով գնացել Սուրբանը։ Բա որ ինքը հանկարծակի այցելել։ Գևորգ Գևորգյանը կամ այդ երկու պատանիները ոնց կարող են Սուրբ Անա եկեղեցում իր դեմ նախապես հանցագործություն կազմակերպել։ Կամ կարող են որևէ մեկից բացատրել ինչ ծառայական կամ քաղաքական պարտականություն էր վարչապետը կատարում մի միջավայրում, որը Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն զերծ պիտի լինի պետական որևէ միջամտությունից։ Դա այն մեղադրանքն է, որը մեղսագրվել է 3 հոգու։ Այդ ապրոբացիա արեցին, այդ թազա հոդվածը, հարգելի Դավիթ, նոր հոդված է ուղղակի, որը սպառնում է մեզանից բոլորին։ Օրինակ ես չեմ բացառում, որ մի կիրակի էլ մանավանդ հեսա նախընտրական հանրահավաքների փուլը սկսվում է, Նիկոլ Փաշինյանը որոշի տենց ընդդիմության անկոչ ամբարտավան հյուրի պես ընդդիմության հանրահավաքի կամ շտաբ կամ հանրահավաք այցելել։ Սադրել մարդկանց։ Հա, սադրել մարդկանց։ Հարյուրավոր թիկնազորով։ Հա, հարյուրավոր թիկնազորով պատկերացնում ես ցանկացած արժանապատիվ պատասխան իրան դիտվելու է այդ հոդվածի շրջանակներում արված հանցագործություն։ Ես թող ներվի ասել մի անեկդոտ հիշեցի այստեղ, երբ մի ոստիկան մի կնոջ է բռնաբարում եւ ոստիկանին դատում են բռնաբարության, իսկ կնոջը իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար։ Դե դա նույն պատմությունն է ստացվում։ Այդ է ստացվում, ընդ որում այդ օրը թե նախորդ օրը մի դեպք էր, չէ՞ եղել։ Մի պատանոել մեղադրյալ էին դարձել վարչապետի մեքենայի վրա թեքելու համար։ Մեքենայի հետևից նույնիսկ ոչ թե վրա։ Հա, այսինքն վարչապետի մեքենան ավելի կարևոր արժեք է, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որի վրա թքել էր Ալեն Սիմոնյանը եւ մնացել էր անպատեժ։ Դե թքողը շատ ավելի կարևոր է, ով է թքում։ Եթե նա պետական պահպանության օբյեկտ է, նա մնում է անպատեժ։ Եթե ասենք այդ մարդուն սրանց հետո ուխտ անվանենք։ Միանշանակ համաձայն կլինեմ ձեր ձևակերպմանը։ Կամ էլ տեսեք, էլի իշխանության բարոյական դեգրադացիայի մասին է։ Այն հանձնաժողովի նախագահ պրոֆիլային, որը կոչված է բանակի հեղինակության բարձրացմամբ զբաղվել, նաև բանակի բնականոն գործունեության
օրենսդրական հիմքերի ստեղծման պաշտպանության հանձնաժողովի նախագահը։ Իր որդու բանակ չմեկնելը բացատրում է իր որդու բարձրակարգ լինելով։ Իսկ մեկ այլ պրոֆիլային հանձնաժողովի նախագահ մանդատը վայր է դնում, կուսակցությունից դուրս գալիս ու հաջորդ օրը մի հրաշքով դառնում ապաքաղաքական սահմանադրական դատարանի դատավոր։ Այո։ Այն անձը Վլադիմիր Վարդանյան, որը 2019 թվականին օրինագիծ էր հեղինակել Հրայր Թովմասյանի նախկինում կուսակցական լինելու բերումով սահմանադրական դատարանի նախագահի կարգավիճակի անհամատեղելիության մասին, այդ նույն անձը, որը ՔՊ-ի կարկառու ներկայացուցիչներից է գլխադասային հանձնաժողովի նախագահ, падգամավորի մանդատը վայր է դնում, իրեն ապահովագրելով գնում է սահմանադրական դատարանի։ Նիկոլ Փաշինյանի բնավորության գիծն է մարկանց այդ կարգի ստորացնել։ Այսինքն հենց Վլադիմիր Վարդանյանի այդ կարգի կոմպրոմատը վզին պիտի ուղարկել ՍԴ։ Չեք նկատել, օրինակ վերջի շրջանում ՔՊ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին նկատմամբ հարցակում գործելու առաքելությունը դրված է Կարապետ Ռուբինյանի որդու վրա։ Այսինքն սա ինչ-որ բանի մասին հատուկ ստորացման տարեր է պարունակում։ Հատուկ ստորացման։ Դա Վլադիմիր Վարդանյանի այս ձևով ՍԴ անդամ դառնալն է դա էլի։ Այսինքն համարյա ասում է դու գնում ես պաշտոնի քո գրած հանցագործության տեքստով։ Գեգամ Նազարյանի անպատիվ դերակատարումը եւ այո, Գեգամ Նազարյանի անպատիվ ընդհանրապես իրանց է չփոխ որևէ մեկի։ Այսինքն մարդը, որը ինքը մի արժեքի մեջ ներդրում է ունեցել, հենց ինքը պիտի այդ արժեքը փչացնի։ Այո։ Որդից զոհվել է, ուրեմն դու պիտի պղծես զոհերի հիշատակը։ Դու Արցախցի ես, Արցախցի գեներալ ես, դու պիտի գնաս գլխավոր շտաբի պետ ու դու պիտի ասես, որ Արցախ չկա։ Դու պիտի ասես, որ Արցախի համար մենք մարտական գործողությունների մեջ չենք մտնելու։ Այս նույն տրամաբանությամբ երկրապահի ձեռքով երկրապահ պիտի քանդեն։ Այս նույն տրամաբանությամբ որոշ եկեղեցականների ձեռքով պիտի եկեղեցի փորձեն քանդեն եւ անկախության հռչակագրի դեմ արդեն արշավն է պատկերացնել ինչպես եւ ինչ երանդով ու ինչ ձևակերպումներով պիտի անեն, այսինքն սա է իշխանության բնութագիրն է, դրա համար ես ասում եմ, ֆրանսիացիք չեն քննարկում, չէ, վիշիստական ռեժիմը ոնց հեռացնեն։ Կար գիտակցություն, որ դա կոլաբորանտ ռեժիմ է, եւ այդ ռեժիմը պիտի հեռացվի, անպատվաբերեր Հիտլերի վեցնոցներին, անվանել Ֆրանսիայի լեգիտիմ առաջնորդ։ Անվանել Ֆրանսիայի ազգային կառավարություն։ Հիմա անպատվաբեր է Ալիևի երջանիկ վասալ Նիկոլ Փաշինյանին համարել Հայաստանի իշխանություն։ Դուք քիչ առաջ հունիսի 8-ի կարևորության մասին խոսեցիք, ես էլ վերջին շրջանում եւ հրապարակային խոսքում եւ ծանոթներիս հետ շփումների մեջ շատ ավելի կարևորում եմ հունիսի 8-ը, քան հունիսի 7-ը, լավ իմանալով Փաշինյանի անձնային որակները, նրա իշխանատենչությունը եւ նրա տոտալ մոլուցքը հավերժ մնալու իշխանության, որ հանկարծ չհայտնվի ազատազրկման վայրում։ Այո, հունիսի 7-ին բոլորս մեկ մարդու պես պիտի գնանք եւ մասնակցենք անկախության հանրաքվեի, շատ լավն էր ձևակերպումը եւ մեզ էլ այո պիտի հրճակենք երրորդ հանրապետության պաշտպաններ, պահապաններ։ Պիտի ասենք այո Հայաստանին, այո հանրապետությանը։ Բայց դրանով մեր գործը չենք ավարտելու՝ ի տարբերություն 21 թվականի։ Ես շարունակաբար պնդում եմ եւ այսօր էլ այդ կարծիքին եմ եւ դա ասում եմ նաեւ այս պահին դեռևս գործող խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին, որ ես երբեք չեմ կարող ներել 21 թվականի հետընտրական զարգացման բացակայությունը։ Ես դա չեմ կարող ներել, երբ մարդիկ այդքան ահռելի էներգիա պարպելով, կուտակելով մեկ օրում այն պարպեցին եւ հունիսի 21-ին Երևանը եւ մարզերը դատարկ էին, այդպես չպետք է լինի հիմա։ Հիմա հունիսի 8-ին, եթե հանկարծ տեսնենք վարչախմբի կողմից օրինական ընտրությունների արդյունքներին, քվեարկության արդյունքների դիմադրություն, համաժողովրդական պայքար պիտի ցույց տա։ Մի դեպքում, եթե ակտիվ մասնակցություն է եղել, որտեվ եթե ընտրություններին 55-60%-ից ավելի մարդ է մասնակցում, այդքան չի լինի, 60% հաստատ չի լինի։ Դա աստված 55 գոնե լինի։ Թեկուզ 55։ Եվ այդ մարդիկ տեսնում են, որ իրանց քվեարկությունը գողացվել է, դա ըստ էության հարուցում է հեղափոխական վիճակ երկրում։ Եվ այդտեղ շատ կարևոր է, որ ընդդիմադիր ազդեցիկ ուժերը պատասխանատվությունը ստանձնեն այդ գործընթացը առաջ տանելու,
Անցնցում իհարկե։ Իմիջիալոց ասեմ, անցնցում, որ ասում եք, հարգելի Դավիթ, անցնցում հեռանալու բացառիկ շանս ունի Նիկոլ Փաշինյանը։ Դա ընտրություններն են հունիսի 7-ը։ Ուրեմն իր հեռանալու ժամանակացույցը միացված է։ Հետ հաշվարկը տրված է։ Հետ հաշվարկը։ Ինչքան ինքը պահեց երկար իշխանությունը, ու ինչքան այլանդակ մեթոդներով պահեց, այնքան իր հեռացումը ցնցումներով է լինելու։ Եվ ավելի ցավագար է լինելու։ Եվ ավելի ցավոտ է լինելու։ Իհարկե երկրի համար էլ։ Այո։ Ես իրան խորհուրդ կտամ ընդհանրապես իր անվտանգության երաշխիքները չխժռել։ Որտեվ դրանք անտած չեն կարող տրվել։ Հումանիտար միջանցքները չփակել։ Այ իհարկե։ Ընդհանրապես որևէ մեկը եթե կամիկաձե չի ինքը եւ բանականությամբ ոչտված մարդ է, հումանիտար միջանցքները իրան միջև վերջ չի փակում։ Որտեվ դրանք հավերժ չեն կարող ստեղծվել։ Որտեվ իր ամեն օրվա կառավարումը մի հատ նոր հանցագործություն է։ Մի հատ նոր նվաստացված մեր հայրենակից է, որ էլ ոչ մի անվտանգության երաշխիքի մասին չի ուզում լսի։ Մի նոր դատարկված գյուղ է։ Եվ նոր հանցակիցներ են։ Այո։ Ինքը իր հանցակիցների թիվն է մեծացնում։ Ես մի քանի օր առաջ գտնվում էի Տիգրանաշեն գյուղում։ Այդ հայտնի գյուղը, որը լեզուս էլ չի պտտվում ասեմ, բայց վտանգված է։ Վտանգված է։ Ես չտեսա, որ իշխանությունը ինչ-որ բան է անում, որ այդ գյուղի բնակչությունը մնա հողի վրա։ Մարդիկ սեփականության իրավունք չեն կարողանում գրանցել։ Գույք ունի մարդը չի կարողանում սեփականության իրավունքը գրանցել։ Ինչպես գիրանցում արեցին։ Երբ ասացին, որ կադաստրի վկայությունները հիմա ասեն, պետք է ասեն շահագործում է։ Ժողովուրդ ջան, սեպտեմբերի 1-ից այդ գյուղի դպրոցը փակվում է։ Որովհետև արդեն վերևից ասել են երկու աշակերտով դպրոց չենք պահելու։ Պարզ չի, որ դպրոցը փակվի, հետո ինչ ալնելու։ Հարևան Պարուսեվակ համայնքում էլ տներ են կառուցում եւ Տիգրանաշենցիներին արդեն առաջարկել են հնարավորության դեպքում տեղափոխվել են տեղ այնպես, որ եթե Տիգրանաշենից անգամ մեկ ձայն գնաց Նիկոլ Փաշինյանին, իմանան, որ իրենք եւ ոչ միայն իրենք, ամբողջ Հայաստանը իրենց տնազուրկ անողի օգտին են քվե տալու։ Այո։ Դա շատ ակնհայտ է, դա շատ պարզ է։ Դուք հիշում եք, մենք 21 թվին չենք կարողանում պատկերացնել, որ Շուռնուղ գյուղում Փաշինյանը կարող է հաղթել։ Բայց հաղթեց։ 21 թվի իմ այդ գիշերվա, այդ անքուն, ծանր գիշերվա ամենամեծ ողբերգությունը դա է եղել, որովհետև մենք ամիսներ շարունակ Շուռնուղ նկարահանող խմբեր էինք ուղարկում։ Ես հիշում եմ, թե ինչպես են շուռնուղցիները վրթովված խոսում իրենց տների մեկ գիշերում Ադրբեջանում հայտնվելու մասին։ Մեկ էլ հանկարծ այդ գյուղում հաղթում էին, Աստված մի արած։ Ուղղակի մարդիկ մի հատ բան թող հասկանան։ 21-ի հաղթանակը Նիկոլ Փաշինյանի արժեցել է Արցախի կործանում։ Արցախցիները հələ հայրենիք ունեին, որտեղ կարող էին գալ եւ նույնիսկ իրենց փախստական չզգալ, որտեղ սա իրենց հայրենիքն է։ Մենք ինչ ենք անում։ Մենք գնալու տեղ չունենք։ Թբիլիսի Ավլաբար ենք գնալու մնանք ազգովի։ Այսինքն մենք գնալու տեղ չունենք։ Կոնին հիմա Հայաստանի Հանրապետության ճակատագիրն է դրված։ Իսկ որպեսզի պատկերացնեք, որ խոսքս մերկապարանոց չի, Պուտին Փաշինյան հանդիպանով հայտարարության բարձրացանկեց։ Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նոտայով աջակցելով Փաշինյանին անուղակի։ Իրանց տղան է։ Հա, որովհետև իր վասալին նեղացրել են։ Ուրիշ մայրաքաղաքում կամ էլ ասում են, չես իմ վասալին իմ ձեռքից խլում, էլի մոտավորապես էս ենթատեքստն էլ կա։ Մենք իրար մեջ հարցերը լուծել ենք դու ով ես որ իմիջիալոց այդ բանից հետո ես թուրքական աշխարհում անհանգստություններ տեսա Պուտին Փաշինյան հանդիպումից հետո Ադրբեջանի նոտա եղավ, հետո Էրդողան-Պուտին հեռախոսազրույց եղավ, իհարկե գլոբալ հարցերով էլ, ըստ չեմ էլ բացառում, որ հայկական հարցն է քննարկվել, որտեվ Անկարայում եւ Բաքվում մի հատ երանելի պատկեր էին ստացել, որ հարցը մեկընդմիշտ փակված է։ Հա։ Իդեպ Ալիև Փեզեշքյան հեռախոսազրույց էլ եղավ, դա էլ է շատ կարևոր։ Այո։ Ալիև Փեզեշքյանն էլ եղավ։ Հիմա դրա համար ասում եմ, իդեպ շատ կարևոր է հասկանալ, որ ռեգիոնում էլ արմատական փոփոխություններ են եղել։ Այս իրանական պատերազմից հետո
Իրանի սուբյեկտությունը անգամներով աճել է այս պատերազմից։ Իրանը հաղթել է այս պատերազմը։ Չնայած եւ այլն, բայց սուբյեկտությունը անգամներով աճել է։ Իրանը դարձել է պետություն, որը ոչ միայն ռեգիոնալ շատ մեծ կշիռ ունի, այլ համաշխարհային արդեն, որտեվ համաշխարհային առևտրի 20%-ը ինքն է վերահսկում։ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության մասին եմ ասում։ Իսկ Իսրայելը եւ նահանգները ոչ մի նպատակի չեն հասել։ Այս պատերազմում հիմքում դրված որևէ նպատակի այաթոլաների ռեժիմի կործանումից մինչև միջուկային զենքի պահեստների ոչնչացում որևէ նպատակի չեն հասել։ Հնարավորինս դիպուկ այդ գնահատականը տվել է Իսրայելին դիմության առաջնորդ Լապիդը, որ սա իրանց ազգային նվաստացման օրն է։ Նա իմիջիալոս գեներալ է Լապիդը։ Այո, Յայիր Լապիդը։ Այո, եւ շատ դիպուկ է գնահատել Նեթանյահուն ինչ բերեց Իսրայելի գլխին, իսկ Նեթանյահուն կներեք, բայց Թրամփը Նեթանյահուի խեղկատակն է եւ Թրամփին մի բան որ կարող է սպասվել այս կամպանիայի հետևանքով միջանկյալ ընտրություններում ջախջախիչ պարտություն կրելն է նրա կուսակցության, որտեվ այսքան ցինիկ որևէ ամերիկյան նախագահ վերջին շրջանում սեփական էլեկտորատի հետ չի վարվել։ Ասել, որ ինքը խաղաղաբեր է ու սկսել տասնյակ կոնֆլիկտ։ Մագայի էլեկտորալ բազայով դառնալ նախագահ պահպանողական Ամերիկայի, հետո դառնալ քրիստոնյա սիոնիստների պատանդը։ Բայդենին մեղադրել կոնֆլիկտներ հրահրելու մեջ ու ինքը ավելի կոնֆլիկտաբեր լինի։ Եվ ավելի անկանխատեսելի պատերազմական գործողություններով։ Մեր զրույցը ներքաղաքական մի կարևոր արձանագրումով ամփոփենք, պարոն Սուրենյանց։ Մենք խոսեցինք հունիսի 7-ի եւ հունիսի 8-ի մասին, եկեք պայմանականորեն հունիսի 6-ի մասին էլ խոսենք, կամ քանի որ հունիսի 6-ը լռության օր է, հունիսի 5-ի։ Այսինքն նախընտրական քարոզչության եւ շատ կարևոր մի ռիսկ կա այստեղ, դա ընդդիմադիր հիմնական ուժերին կամ նրանցից որևէ մեկին չգրանցելու ռիսկն է։ Սա մեկ։ Սա մոլդովական սցենար է կոչվում, ինչպես շատերս գիտենք։ Կամ ռումինական։ Հիմա ռումինականին երկրորդով կանրադառնամ։ Սա շատ կարևոր ներբծություն է, որը պետք է մեր հեռուստադիտողները ընկալեն։ Մոլդովական սցենարի առանձնահատկությունը այն է, որ արդեն իսկ տպված բյուլետենների արկայության դեպքում կուսակցություններից մեկը զրկվում է գրանցումից կամ կասեցվում է եւ փաստորեն մեծ խաբեություն, մեծ մանիպուլյացիա է տեղի ունենում։ Ռումինականի դեպքում շատ ավելի նուրբ է, որովհետեւ այնտեղ ընդդիմադիր հաղթած տեխնացուին թույլ չտվեցին մնա նախագահ։ Եվ փաստորեն այդ պահին նախագահը, որը ամբողջ վարչական ռեսուրսը բանեցրեց օգուտ իրեն, արևմուտքի աջակցությամբ շարունակեց մնալ նախագահ։ Հիմա ես ինչու եի ասում հունիսի 8-ին նախապատրաստվելու անհրաժեշտության մասին, որովհետև վարչախումբը շատ լավ հասկանալով, որ ինքը չի կարող սահմանադրական մեծամասնություն ունենալ, ինչի մասին բարբաջում է շարունակ, նույնիսկ պարզ մեծամասնություն չի կարող ունենալ։ 50+ չի կարող ունենալ որևէ կերպ։ Եվ երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերը գրաված ուժերը ես կարծում եմ, որ առանց երկար քննարկումների պետք է շատ արագ կոալիցիա կազմեն ու կարողանան միասնական վարչապետ ընտրել եւ Արաք Փաշինյանին գահանկեցանել, այդտեղ ինքը կարող է ռումինական սցենարի գնալ ու պետք է կանխել այդ ռումինական սցենարը։ Գիտեք, եկեք թույլ տամ ինձ մի համարձակ պնդում անել։ Իհարկե ռումինական եւ մոլդովական սցենարների ամբողջ զինանոցը արդեն գործի է դրվել։ Այն օրենքները, որ փոխեցին, որ ընտրությունների արդյունքները կարող են չեղարկվել եւ այլն, արտակարգ դրության պայմաններում եւ այլն, դա ամեն ինչ դրա համար էր արվում, որպեսզի բոլոր հիմքերը ունենան։ Դաշինքի մեջ անձնանուն չլինի։ Այո։ Ամեն ինչ կարող են անել, այո, Մոլդովան, Ռումինիան այդ առումով շատ հարուստ զինանոց է տվել, բայց մենք սպეციფიկ մի բան մոռանում ենք։ Մոլդովան ինքը Եվրամիության հարևանությամբ է գտնվում, իսկ Ռումինիան հենց Եվրամիության մեջ անդամ է, այո։ Այն տոտալ ազդեցությունը, որ այդ երկու երկրներում ուներ, եւ բացի այդ այնտեղ կար Սփյուռքի գործոն, որտեղ նրանց մոտ դրսում գտնվող քաղաքացիները քվեարկում են։ Սփյուռքում տեղամասեր են բացում։ Այդ ամեն ինչը, որ տոտալ ազդեցությունը, որ Եվրամիությունը Մոլդովայի հետ ուներ, նաեւ ընդհանուր սահմանի պատճառով Հայաստանում նման տոտալ ազդեցություն ունենալ չի կարող։ Կարծում եք։ Կարծում եմ։ Այստեղ վտանգը ավելի շատ ադրբեջանական եւ թուրքական միջամտության մեջ եմ ես տեսնում։ Հիմա ինձ համար ավելի վտանգավորը է դա, որովհետեւ վերջո 3 շատ ազդեցիկ բլոկներ կան ընդդիմադիր դաշտում։ 3-ին հանելը գներեթե ֆանտաստիկայի ոլորտից է, 3-ին էլ հանելը։
Եթե նույնիսկ այդ 3-ից 2-ը կամ 1-ը մնացին, Նիկոլ Փաշինյանը գուցե իր նպատակին չհասնի։ Պարզ ասենք, հա։ Ես ավելի շատ վախենում եմ երկրի որ գործ կունենան կոլոմբորանտ իշխանության նկարագրի անկման այլ դրսևորման հետ։ Ալիևին խնդրել մինի պատերազմ։ Այո։ Այդ շատ ավելի ռեալ վտանգ եմ ես համարում, վախացնում էլ է, չէ՞։ Դա արել է, 21 թվականի մայիսին դա արել է։ Որովհետև մոլդովական բանը եվրոպական բյուրոկրատիայի շատ մեծ ազդեցությունը կարող է այստեղ սահմանափակվի մի շարք օբյեկտիվ գործոններով։ Հակառակ ռեակցիան առաջացնում։ Հակառակ ռեակցիան։ Իդեպ միշտ Ռուսաստանը շատ զուսպ է կամ լռելային է հետևել Հայաստանի ընտրական գործընթացին, ես չեմ բացառում, որ Մոսկվայում գուցե օտար խորտ միջամտությունների մասին երրորդ երկրների տեղեկատվություն ունեն եւ նա այդ հանգամանքն է նաեւ նրանց դրթել ընտրական ցիկլից 2 ամիս առաջ Պուտինն էլ ակտիվանան։ Այո, կամ բարձրաձայն են այդ թեման։ Այս բաները եկեք չբացառենք։ Ամեն դեպքում այս իմ ասած արգումենտը եւս մեկ փաստար կա նրա օգտին, որ այս ընտրությունը քաղաքակրթական ընտրության հարթության վրա դիտարկենք այս ընտրությունը։ Սա ներքաղաքական ճաշակով ընտրություն չի։ Սուրենը լավն է կամ այն մեկը վատն է կամ այստեղ խնդիր ունենք մենք եւ այո ոչի խնդիր կա, անկախության հարակվե է։ Նիկոլ Փաշինյանին պրախատոյդ որը սարքել երկիրը, առաջին հերթին Ադրբեջանի, Թուրքիայի, հետո նաև բայց այդ եվրո չինովնիկների համար, այս պարագայում ռուսները չէին կարող տիտիկ անել եւ ընդհանրապես չարձագանքել, որտեղ իրանց կենսական շահերին հարվածում է այլոց միջամտությունը։ Հիմա այս ամեն ինչի համատեքստում ցանկացած սցենարի սպասեք։ Բայց եթե նա ասում է սեպտեմբերին պատերազմը սկսում, եթե հաղթեք, տրամաբանական հարց, ինչ ունես Ալիև այդ պայմանավորված։ Հատկապես Ալիևն էլ է ասում 6 ամիս անց կարող է պատերազմ լինել, 6 ամիս անց Հայաստանի հետ կարող է խաղաղություն չլինել։ Այս սահմանները կարող է չլինել։ Վախենում, դրա համար էլ ճակերտավոր շնորհակալություն ճակերտների մեջ պիտի հայտնենք ամերիկյան խեղկատակին Թրամփին։ Մի հատ շատ վատ նախադեպ Թրամփը ներդրեց ամենայն դեպս նորագույն շրջանում։ Հարևան ավելի թույլ երկրի ղեկավար առևանգելու Մադուրոյի դեպքը կամ ինչ-որ գործողությամբ այլ երկրի ղեկավար սպանելու։ Եկեք չմոռանանք, որ սրանք նախադեպեր են, որ մի անգամ դրվում են, հետո արդեն տարբեր մակարդակներում այլոց կողմից օգտագործվում են։ Այսինքն չեմ ուզում շարունակությունը հետևության տեսքով ներկայացնեմ, մոտավորապես հասկանում եք, չէ՞, Նիկոլ Փաշինյանը աթոռը պահելու համար ադրբեջանական ինչպիսի միջամտություն կարող է թույլ տալ։ Դա նաև տեսել ենք, ուզում եմ հիշեցնել 21 թվականի մայիսին, երբ նույնիսկ Ալիևը չէր հավատում, որ Փաշինյանը կարող է մնալ իշխանության, ես հրաշալի հիշում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը առաջին ալիքին, երբ նա մայիս 11-12-ի ադրբեջանական ներխուժումները մի քանի ուղղությամբ Հայաստանի խորհրդիկունք հենց դրանով էր բացատրում, ասում էր փորձում է ստանալ հնարավոր առավելագույնը, բայց Ալիևը իր ամենավարդագույն երազում էլ չէր պատկերացնի, որ դրան հաջորդած եւս 5 տարում Փաշինյանը իրեն Բայց եկեք մի բաներ ֆիքսենք, Արգելի Դավիթ։ Հասարակությունը կոնսոլիդացված եւ ակտիվ մասնակցությամբ գլխավոր խոչընդոտն է ցանկացած օրակարգի առաջմղման։ Մենք ավելի բարդ փուլեր ենք տեսել մեր ժողովրդի պատմության 1000-ամյակներում, 100-ամյակներում եւ հաղթահարել ենք, սա էլ է հաղթահարել, ընդհանրապես պետք է մի հատ իշխանություն, որը որոշի պետության այս խեղճությունը հաղթահարել։ Գիտեք, պարտության փաստին թունումը եւ ստոպ տալը ինչ-որ տեղ եւ զարգացման ուղու վրա երկիրը դնելը շատ համարձակ եւ պատասխանատու իշխանության գործ է։ Նիկոլ Փաշինյանը այն ամրոցի բանալին տվողի է նման, որ անդադ ինչ-որ ամրոցի բանալի է անցնում թշնամուն։ Զեբական աթոռը պաշտպանելու համար։
Բայց դրա համար եմ ասում, հասարակության ակտիվությունը կարող է շատ բան կանխել։ Ես շնորհակալ եմ շատ այս զրույցի համար։ Դուք եւս մասնակցելու եք ընտրապայքարին, Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակում եք։ Ես հաջողություն եմ մաղթում ձեր ուժին առաջիկա ընտրարշավում։ Զրուցում էի Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։ Սա Ուրախնդրի հերթական թողարկումն էր 168 TV-ի եթերում կհանդիպենք հաջորդ շաբաթավերջին։ Ցտեսություն։